Սիրելի հետևորդներ, գնացել էի գնումներ կատարելու բանջարեղեն ու ծաղկակաղան հանդիպեց, շատ լավն էր, գնել եմ բերել, հիմա պետք է մի քանի բանկա պահածո փակեմ, ամբողջը լվացել եմ, մաքրել եմ, մի խոսքով մնում է լցնեմ տարաների մեջ եւ ինչպես ասում են, մի քանի գործողություն կատարեմ ու փակեմ, մի կողմի վրա դնենք։ Հիմա ցույց տամ։ Դե ինչ, ծաղկակաղամբը արդեն դասավորել եմ, ինչպես տեսնում եք բանկաների մեջ, ավելացրել եմ նաև գազար, գեղեցիկ կտրատել եմ, այդպես շատ սիրուն է երևում, համն ու հոտն էլ անկասկած է, չեմ կասկածում, այստեղ արդեն եղմանջրի մեջ եմ դրել, ինչպես տեսնում եք, այսօր մի լավ պահածոներ պատրաստելու օր է, ծաղկակաղամբը երբ որ վերջացնեմ, պետք է այսքան վարուն կփակեմ, բայց մինչ դա ես պետք է հիմա մի հատ նախաճաշ ճաշեմ, որից հետո կանցնեմ մնացած գործերին։ Ճաշելուց հետո էլ ափսեներն եմ լվացել, հիմա տեղավորում եմ, դասավորում եմ, այսպես մաքուր եմ թողնում։ Հաջորդից մի քանի պատվեր եմ արել, ուզեցի միասին նայենք, հա։ Այստեղ 3 թրփիչ է, 3-ը մեկում, այսպես կարելի է ասել։ Ինքը կարծես թե բամբակ է։ Այսը միասին բանանենք։ Հոմ տեքստիլն է։ Այսպես իրանց բանը։ Բացենք, նայենք, ինչ չափերի է։ Սա փոքր չափն է։ Խոհանոցում կախելու համար, ձեռքերը սրբելու համար հարմար տարբերակ է։ Սա երեսի սրբիչն է, ասենց ցույց տամ։ Եվ լոգարանի սրբիչը երկար մեծ արտիկուլը կթողնեմ, եթե ուզում եք, շատ մեծ է, տեսեք։ Այսինքն անում տեսեք։ Ձեռքս մի մետր չափով էսը նայեմ, ասեմ, եթե իհարկե գրված է ռազմերով, այս փոքր հլնայեմ։ Հա, մեկը այս փոքրը 30-60 է, երեսի սրբիչը 50-90 չափերով, իսկ բաղնիքինը 70-140։ Սա այսպես, հաջորդ գնումը որ կատարել եմ, շատ օգտակար գնում է, մնում է, կարողանամ հարկ եղածա դեպքում կարող եմ հաջորդ գնումս որ կատարել եմ, սիրելի հետևորդներ ջան, սա է, հնակասեք սա ինչ է, որ պատվիրել ես, ձերժատել դլյա պրաստինը նա մատրասա, պրաստինը, այսինքն բան ենք անում, հարմարացնում ենք մատրասին, չի սղում պրոստինը, որպեսզի հա սղա ընկնի, սա պահում է։ Այսպիսի պլաստմասը բաներ են։ Մոտավոր գիտեմ ինչպես պետք է հավաքել, գնել, տեղադրել, մի խոսքով, հասկացաք։ Բան է լինում, պրոստինը այս մասն է լինում և սա այսպես պետք է ամրացնենք վրա, այսինքն պրոստին ընկնում է աստեղ, էլի, հիմա տեսնեմ միայնակ կարող եմ փորձել և ձեզ ցույց տալ, ամուր է շատ, եթե ակուրատնի օգտագործենք, ահագին կարող ենք օգտագործել։ Սիրելիներս հիմա տեսեք մոտավոր
մի հատ այսպես ցույց տամ, սա պրոստինն է, այսպես, սա պետք է գնի տակը հատվածը ներքևի, այսպես, պրոստինը պետք է մի փոքր երկարացնել, որ հասնի, այ հիմա կլինի, ես դեպքում այսպես կանենք, մոտավոր փորձեմ տեսեք, հետո ես նորմալը կուղեմ, հա, այս մասից, այսպես, տեսեք, այսպես գալիս է, այսպես պահում է, կարծում եմ հասկացաք, ասի ներքևի մասը այստեղ պետք է կպնի այսպես, հետո սա այսպես անցկացնում ենք, արանքում պետք է լինի ձեր պրոստինը, հեսա տեսեք, այսպես պետք է լինի, ինքը ամուր պահում, այլ ոչ միտեղ չի գնա պրոստինը, հավաք կլինի ավելի շատ, պատվերը թեմայից է, այսպիսի գեղեցիկ, նորբ և փափուկ վերնաշապիկ կարելի է ասել, այսպես, այսպիսի ժիլեցիկ իր տաբատով, սա էլ տաբատը, այսպես նայեք, ավելի գեղեցիկ երևաց, որակը լավն է, մեջը աստառով, գեղեցիկ, կոպեկներով գանված է, շատ լավ որակ ունի, ուրեմն խոհանոցի այս հատվածում լիքը օղիներ, գինիներ, կոնյակներ էր դրված, քանի որ զալում նոր գրասեղան դրեցինք, ինքը դարակներ ուներ ու ստեղի օղիները տեղափոխեցինք զալ, հյուրասենյակ ենք տեղափոխել, հիմա այստեղ որոշեցի մի քանի շուշեղեն դնեմ, որը ես միշտ ձեռքիս տակ կլինի ու կօգտագործեմ, այստեղ մի աշխարհ չօգտագործված սպասք ունեմ, որը պետք է օգտագործեմ ու ինքը մի լավ մաքրելու կարիք է զգում, նախքան մաքրելու, ուրեմն վերցնեմ այնտեղի համար ինչ պետք է ինձ այսօր ու երևի թե վաղը նոր կսկսեմ դարակների այս մաքրումը կատարել, տեսնեմ ինչեր կա այստեղ, այստեղ այսպիսի գեղեցիկ սուրճի բաժակներ են, այստեղ սալատնիցաներ սա, բայց սա պետք չի, ինձ այն թեյի բաժակներն է պետքի հանել, այս բաժակներն են ինձ հարկավոր, իրար սուրճի բաժակների հետ, ամենօրյա օգտագործման համար, տանեմ մի լավ լվանամ, հետո նոր դասավորեմ, հələ այս սուրճի բաժակներն նայեք ինչ գեղեցիկ են,
սիրուն։ Վերջ, այսպես ավելի սիրուն է։ Սա էր այդ գրասեղանը, սիրելիներս, որի մասին որ խոսում էի, այստեղ դրվել է օղիները, ես այստեղ ուզում էի ուրիշ բան դնել, բայց այսպես ստացվեց։ Այստեղ երեխաները դաս են անում, սուրճ ենք խմում։ Այսօրվա երեկոյան ճաշը վերմիշելով, գազարով, այսպիսի կոզակով համեղ սուպիկն է։